Ամենայն դեպս ես չեմ կարծում, որ բոլորում դիմադիր ուժերը դες հետևում են կամ դրանից հաշիվ են ստանում։ Այո, այդ խնդիրը կա միասնական պայքար մղելու, բայց ցավոք դեռևս չի ստացվում։ Մատուցել որպես ես ուրիշների նման դիմադիրների նկատմամբ։ Չէ, օրինակ հանրապետական կուսակցությունը եկեղեցու դեմ արշավ է պարոն Սարգսյան, ամեն կիրակի մի եկեղեցի գնում է պատարագիչների խումբը։ Կարող է ձեր երիթևը, չգիտեմ, հանրապետականները գնալ, որպեսզի պաշտպանություն եկեղեցու, թեկուզ հնչեցնել կաթողիկոսյանուն, ինչպես մեկ-երկու երիտասարդներ են անում երիթևը։ Կարծեմ, թե դուք տեղյակ չեք իրադարձություններից։ Հենց այստեղ ես հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք վերապառի հորդորով ցանկացած գործողություն։ Դա իմ հարցերի պատասխանեք Ուրեմն լավ չեք լսել։ Ասել ենք, մենք սպասում ենք հորդորի։ Մենք ինքնագուլուկ եկեղեցու հետ կապված որևէ գործողություն չենք անելու։ Իսկ 3 առաջ օրը դրանից 4 օր առաջ, եթե դուք չեք նկատել հատկապես ձեռնշատ մեր երիտասարդական կառույցի գործողությունները, ապա ցավոք սրտի երևի մենք ենք մեղավոր, որ չենք ռեկլամում մեր գործողությունները։ Պարոն նախագահ, հիմա էլ Ադրբեջանից ասում են Հայաստան ԵՄ փաստաթուղթն է խանգարում խաղաղության գործընթացին, հետո էլ ինչ պիտի խանգարի, ասում են այդ փաստաթուղթը նշում է արցախցիների փախստականների իրավունքի մասին, ռազմագերիների մասին ու մեզ խանգարում է։ Բայց ես ինչ իմանամ, ինչ խանգարի։ Դուք ո՞նց եք վերաբերում այս հայտարարություններին։ Մի բան հնարեն խանգարի, ասինքն ձեր կարծիքով հիմա խաղաղություն են հաստատում, երկու կողմը գնում են այդ ուղղությամբ, ինչ որ բանը։ Դա ասում են, էլի։ Տեսակ տեսնենք։ Ինչ ասես ասում են, 44 օր չեն ասում, հաղթում ենք։ Ինչ ասես ասում են, էլի։ Ասինքն իրանց ասելը չեմ կարծում, որ տենց մեծ նշանակություն պիտի ունենա, էլի։ Ես չեմ ասում իրանց ասած ինչ պետք է հակադարձել եւ այլն, բայց բոլոր դեպքերում բոլոր ասածներին չի որ պետք է հավատալ, էլի։ Պարոն նախագահ, եւ նաեւ բանակցային փաթեթի մասին ձեր մանրամասն վերլուծության անդրադառնանք, դուք ձեր շեշտադրումները արեցիք, ամեն դեպքում հակառակ կողմից պատասխանում են, դե հարց լուծող եք, մինչև 2018-ը կարող եք լուծել։ Այդ նույնն է, երբ որ ես ընդհանրապես դեռ բաներ չեմ սիրում, բայց համեմատություն պետք է անեմ, էլի, երբ որ կանանցից պահանջեն, որ 5 ամսում երեխա ինչու չեն ունենում, այդ մոտավորապես նույնն է։ Այսինքն հետո է ժամկետ դրել, թե ինչ ժամկետում դա պետք է լուծվի։ Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի լուծվի դրականորեն։ Իսկ ինքը այդ են մալադեց ապրի, կար ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց։